2025-ը հարուստ էր իրավական դաշտում գրանցված մեծ ու փոքր իրադարձություններով։ Ցավոք, իրավապաշտպանների տեսանկյունից դրանց գերակշիռ մասը վնասել է մեր արդարադատության համակարգը։ Առաջին օղակը, որն ուղղակի երերաց հարվածների պատճառով անմեղության կանխավարկածն է։ Ֆունդամենտալ սկզբունք, որի համաձայն մարդը համարվում է անմեղ, քանի դեռ չկա հակառակը հաստատող դատավճիռ։ Եթե մենք հանում ենք անմեղության կանխավարկածը, նշանակում է դատարանները ավելորդ են։ Անձը համարվում է մեղավոր արդեն իսկ կասկածի պահից։ Իրավապահների կողմից սրբազան շարժման հետ կապված գործողություններից անմիջապես հետո տարբեր падգամավորներ եւ պաշտոնյաներ բաց տեքստով սկսեցին հայտարարել, որ ձերբակալված անձինք հանցագործ են, ահաբեկիչ են եւ այլն։ Եթե երկրի բարձր էշելոններում համոզված են, որ մարդիկ հանցագործ են, ապա ինչի համար են քննիչները, դատախազներն ու դատավորները։ Պարզ չէ, որ քրեական գործի համար փորձելու են ղեկավարի կարծիքին համապատասխան ավարտ ապահովել։ Ազգային ժողովը օրերս հայտարարություն է ընդունել, որտեղ խստորեն դատապարտում է ահաբեկչության նախապատրաստությունը Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է այդ հայտարարության մեջ, որ այդ անձինք խստագույնս պատժվելու են նման դատողություն անելը ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլ նաև իրավապահ մարմիններին ուղղորդում։ Հաջորդ տենդենսը, որը նկատվեց անցնող տարում, արտահայտած խոսքի համար քրեական գործերի հարությունն է։ Սկսել է ակտիվ կիրառվել մի պրակտիկա, երբ սոցիալական ցանցերում արված գրառումը գնահատվում է որպես խուլիգանություն։ Վերջին օրինակներից փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործն է։ Այն հարուցվել է սոցիալական ցանցում իրավապահ համակարգի քննադատության համար, որտեղ նա կիրառել է կոպիտ արտահայտություններ։ Դատարանը կայացրել է կալանքի որոշում, որը հետագայում փոխել է, այդ թվում միջազգային կառույցների բարձրացրած աղմուկից հետո։ Իրականում չհիմնավորված կալանքի ենթարկվելու համար պարտադիր չէ պաշտոնյաների ուշադրության կենտրոնում հայտնվել։ Բավարար է ուղղակի լինել կասկածյալի կարգավիճակում։ Ցուցիչ է նա, թե ինչքան են դիմում քննիչները կալանքի եւ ինչքան տոկոսն է բավարարվում։ Ու միշտ Եվրոպայի խորհուրդը, միջազգային կառույցները քննադատել են, որ այդ տոկոսը Հայաստանում եղել է 90 եւ բարձր։ Մեկ այլ իրավական խնդիր, որը ակներև դարձավ անցնող տարում, այն կապված է մարդկանց հավաքներին մասնակցելու շահագրգռման քրեական հոդվածի հետ։ Այս հոդվածով քրեական հետապնդման են ենթարկվել արդեն 2 տասնյակից ավելի մարդիկ։ Ի վերջո, հարցը ասել է Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին դիմել է Վենետիկի հանձնաժողովին, պարզելու, հակասում է արդյոք այս օրենքը մարդու իրավունքներին, թե ոչ։ Վերջերս հանձնաժողովը հրապարակել է կարծիքը։ Որն է խնդիրը։ Խնդիրը արժանավատությունն է հավաքի։ Է շատ լավ հավաքի կազմակերպիչ հետը պետք է փողով մարդ բերի, արժանավատ չլինի հավաքը, իր շարժում չստացվի, իր խնդիրն է դա։ Ինչի պետք է պետությունը դա կարգավորի։ 2025-ի աչքի ընկնող իրավական խնդիրներից մեկն էլ գաղտնալսումների գերառատությունն էր։ Պարզվում է, դատավորները աջ ու ձախ գաղտնալսման սանկցիա են տալիս իրավապահներին։ Առանց խորանալու օպերատիվ այդ գործողության համար կան հիմքեր, թե ոչ։ Խոսքը հարյուրավոր դեպքերի մասին է։ Գիտեք, թե ինչով է տարբերվում դատական համակարգը պետական մյուս բոլոր համակարգերից։ Դատավորները չունեն ղեկավարներ, հրահանգիչներ։ Մի խոսքով դատավորները անկախ են, եւ արդարադատություն իրականացնելու համար դատավորը ընդամենը պետք է լինի սկզբունքային։ Հիմա ես կարող եմ իհարկե մաղթել, որ ցանկանում եմ հաջորդ տարի մենք ավելի շատ սկզբունքային դատավորներ ունենանք, բայց հաշվի առնելով, որ այդ համակարգում սկզբունքային մարդիկ լուրջ գլխացավանք են բարձր կաբինետներում նստողների համար, այդ մաղթանքի իրականացումը քիչ հավանական է, բայց հույսը վերջինն է մեռնում։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Արմեն Աթալյան, Վարամ Աբոյան, ժամը լրատվական։